Սիրելիներս, այսօր 22-ն է ապրիլի 2025 թվական, ուզում եմ պատմել հենց այսօրվա գիշերվա երազ, որը վերաբերում է վերջին օրերին, վերաբերում է այն հորինված այլմոլորակայիներին, դրոներին, որոնք դեռ շատ կհայտնվեն երկնքում, այդ մասին ես շատ եմ խոսել, մի քանի անգամ տեսիլքներ եմ տեսել, ունեցել, բայց շատերը նախընտրում են չհավատալ, ոչինչ, միևնույն է, շուտով կգա ժամանակը եւ դուք կհավատաք, որ այդ ամենը արվում է։ Ուղղակի ձեզ այն շատերը նորից կշարունակեն մտածել, որ այլմոլորակայիններ կան։ Բայց ուզում եմ ասել, որ համաշխարհային իշխանությունը, որը պատկանում է հակաքրիստոսին, արդեն չնայած նա իշխանության դեռ չի նստել, անում են ամեն ինչ, որպեսզի մարդկանց խաբեն եւ հավատացնեն, թե գոյություն ունի այլմոլորակայիններ եւ նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի մի օր այնքան շատ երկնքում լինեն տվյալ թռչող սարքերը, դրոնները, որ մարդիկ կսկսեն հավատալ, թե այդ այլմոլորակայինները ուզում են հարձակվել երկրի վրա, այսինքն վախի մեջ պահեն մարդկանց, ու այդ վախը իրենք ստեղծում են հենց նրա համար, որ մարդիկ վախի պատճառով ավելի ենթարկվեն հետագայում հակաքրիստոսին, որովհետև ես տեսիլքներից մեկում տեսել եմ ու Սուրբ Հոգին ինձ ասել է, որ նախ այլմոլորակայիների մասին այս հորինվածքը ստեղծվում է նրա համար, որ երբ հափշտակությունը լինի, համաշխարհային իշխանությունը, հակաքրիստոսի իշխանությունը մարդկանց խաբի, թե հափշտակությունը ոչ թե Հիսուս Քրիստոսին էր, այլ այլմոլորակայինները գողացան մարդկանց երկրի վրայից եւ դրանից հետո արդեն մարդիկ այդ վախի մեջ արդեն շատ խեղճացած, այսպես ասեմ, այս բառով, ուղղակի այդ վախից, երբ հակաքրիստոսը կնստի իշխանության, նա կասի, որ ես կազատեմ երկրագունդը այլմոլորակայիների հարձակումներից, ես կփրկեմ ձեզ։ Նորմալ է, եթե շատերը չհավատան իմ այս խոսքերին, բայց այլմոլորակայինները Աստվածաշնչի այն հատվածում, երբ ասվում է աստղերը երկնքում կշարժվեն, կընկնեն, կթափվեն, եւ այդ աստղերի մասին երկնային նշանների մեջ միայն երկնային մարմինների շարժը չի, որովհետեւ ինձ Սուրբ Հոգին ցույց է տվել, որ եւ օրինակ երկնային քարեր, աստերոիդներ եւ այլն ընկնելու են երկրի վրա, անցնելու են երկրի կողքով, պայթյուններ են լինելու եւ դրան է վերաբերում եւ նաեւ այն վերջին օրերում հորինված ու ստեղծված այլմոլորակայիններին է վերաբերում, ավելի ճիշտ այդ սարքերին թռչող։ Հիմա պատմում եմ երազս։ Ուրեմն երազում ես տեսնում եմ ինձ մարդկանց հետ եւ երազում ես ինձ տեսնում եմ իմ հայրական տանը, ուզում եմ անպայման նշել, որ հայրական տուն շատերն են տեսնում հափշտակության մասին երազներում, վերջին օրերի մասին երազներում շատերը իրենց տեսնում են իրենց հայրական տանը։ Դա նրանից է, որ այդ տեսնողները պատկանելով Աստծուն, Աստծո զավակ լինելով, ու բոլորս ենք Աստծո զավակ, բայց լինելով հափշտակությանը սպասող քրիստոնյա, հափշտակությանը սպասող Հիսուսի զավակ, մենք չէ որ մեր հայրական տունը Տիրոջ մոտ է, երկնքում է, եւ մենք տեսնում ենք այդ երազներում մեզ հենց հայրական տանը, դա ցույց է տալիս մեզ, խորհրդանշում է, այսպես ասեմ, որ որպես խորհուրդ, որ պատկերացնեք հայրական տունը, դա մեր երկնային հայրական տան իմաստն է, որպեսզի հասկանանք, որ հենց դրա համար էլ վերջին օրերի մասին երազները տեսնելիս, հափշտակության մասին երազները տեսնելիս շատերը իրենց տեսնում են հայրական տանը։ Հիմա երազում ես հայրական տանն էի իմ եւ այնտեղ կային հարազատ մարդիկ եւ այդ հարազատ մարդկանց մեջ կային անհավատներ եւ իրական հավատացյալ քրիստոնյաներ ու այսպիսին էր մենք պատշգամբում նայում էինք դեպի դուրս, պատշգամբը լուսամուտով էր, դուռը լուսամուտով էր ու մենք հենց այդ դուռու լուսամուտից էինք նայում դեպի դուրս եւ այսինքն դռնով պետք է մտնեինք պատշգամբ ու հետո լուսամուտներ եւ ստացվում էր եւ դուռն էր բաց եւ լուսամուտները ու մենք դռան մոտ կանգնած նայում էինք երկնքին եւ ուզում եմ այստեղ նշել, եթե տեսնում եք հափշտակության մասին, վերջին օրերի մասին երազներ ու տեսնում եք դուռ ու լուսամուտ, հենց լուսամուտը հատկապես ցույց է տալիս նորից հափշտակություն, նշում է հենց հափշտակություն
ինձ հաստատել է Սուրբ Հոգին, տալով բազմաթիվ երազներ հափշտակության մասին, այնտեղ տեսել եմ ես լուսամուտ, պատուհան ու Սուրբ Հոգին հաստատել է, որ լուսամուտը պատուհանը դա սպասումն է եւ մեր ելքն է դեպի այլ տեղ։ Պատուհան, երբ որ տեսնում եք նման երազներում, դա նույնպես վերաբերում է խորհուրդն է հափշտակություն։ Միայն նման երազների մասին եմ ես խոսում, ոչ թե այլ սովորական երազների, այլ այն երազների, որ ձեզ տալիս է Աստված, որ դուք գիտեք, որ Աստծո տվածն է, որ նա հաստատել է եւ վերջին օրերի մասին է։ Հիմա մենք նայում ենք այդ երկնքին, հարազատներով, բարեկամներով հավաքված ենք, նայում ենք երկնքին, ես ինքս այդ ժամանակ ինձ զգում եմ ամենավերջին օրերում աշխարհի, ոչ թե հենց հիմա, իբր ժամանակով սրանից առաջ եմ ընկել, պատկերացրեք սրանից մի քանի ամիս առաջ եմ ընկել, 2-3 կամ ավել, չգիտեմ, ու սպասում եմ ինքս իմ մեջ, սպասում եմ, որ ուր է հափշտակությունն է լինելու, ու այդ պահին երկինքը սկսում է ժամանակից շուտ մթնել, ենթադրում եմ ու հասկանում եմ, ավելի ճիշտ ոչ թե ենթադրում եմ, իմ զգացողությունով, այն հասկացությունով, իմացությունով, որ ինձ տրվում է Աստծուց, դա 3 մութ օրերն է նաև խորհրդանշում, որովհետև ժամանակից շուտ մտնեց, օրը դեռ լույս պետք է լիներ ու սկսեց մթնել միանգամից, ավելի ճիշտ խավարեց, սև մութ չէր, եւ քամի սկսվեց, շատ հզոր քամի էր, որը ամեն ինչ ուղակի քշում էր, բայց ես զգում էի ու ասում էի հարազատներիս, այս ինչ քամի է, սա սովորական քամի չի, ես անհանգստանում եմ, սա ինչ որ մեծ վնաս բերող վտանգավոր քամի է, բայց բոլորս կարծես գիտեք, այն ինչ որ կատարվում էր, վախենալի էր, բայց ներս չէինք գնում, նայում էինք ապշած, սկսվեց շատ հզոր քամի, ուղակի օդը մթնոլորտը ամեն ինչ փոխվեց եւ մարդիկ սկսեցին փախնել այս ու այն կողմ, որովհետեւ ընդհանուր վախենալի մթնոլորտ էր եւ մութը տվեց ու մարդկանց մոտ խուճապ սկսվեց, դրսում մարդիկ վազվզում էին Եվ երբ ավելի մթնեց, ու մենք ներս չէինք գնում, եւ երբ ավելի մթնեց, մենք ուղղակի զարմացած նայում էինք, բայց ես շատ հանգիստ էի, ես ու ամուսինս շատ հանգիստ էինք, մենք հասկանում էինք, որ ամեն ինչ վախենալի է, բայց մեր ներսում հանգստություն էր, ու մենք նայում էինք իրար, առանց խոսքերի հասկանում էինք ինչ է կատարվում, մենք գիտեինք, որ սպասում ենք արդեն հափշտակությանը ու վերջին օրերն ենք ապրում ուղակի ու ինչ որ կատարվում է դա նորմալ է, բայց մյուսների մոտ շատ վախ կար եւ այդ պահին, երբ խավարեց ու սկսեց ավելի գնալ դեպի մութը, ես հասկանում էի, որ ժամանակից շուտ է մթնելու համար, ամուսնուս հետ հասկացանք ինչ է կատարվում, այնպիսի այդ զգացողությունը կար, որ մութ օրերն են սկսվում ու երկնքում հայտնվեցին այնքան շատ դրոններ, որ ուղակի երբ նայում ես երկինք, ինչպես են աստղերը, դու հասկանում ես, որ միևնույն է չես կարողանա հաշվել ընդհանրապես։ Նույնպես դրոներն էին, այնքան շատ էին, կարծես ինչ որ բզեզներ լինեին երկնքում ու հաշիվ չկար, հաշվել հնարավոր չէր։ Եվ երբ ես նայեցի դրոները միանգամից հայտնվեցին անսպասելի կերպով քամուց հետո, ես սկսեցի հարազատներիս ասել՝ վերջ, ներս եկեք, պիտի լուսամուտները փակենք, դռները պետք է փակել, որովհետև սրանք վտանգավոր են, մեզ վնասելու են։ Բայց նրանք չէին հետ գալիս, զարմացած նայում էին ու ինձ կարծես չէին էլ լսում, ասում էին ներս եկեք, վերջ, սրանք մեզ վնասելու են ու այդ ժամանակ ինձ իմացություն էր տրվում, բայց իմացությունը այսպիսին էր, որ կարծես ինձ երազում հիշեցվում էր, որ հիշում ես քո տեսիլքների մեջ, որովհետև ես ունեցել եմ տեսիլքներ այդ դրոների մասին, որ երբ կա մութ օրերը, այդ ժամանակ արդեն ամբողջ աշխարհը դրոներից է խոսելու, դրոներից ավելի ճիշտ այլ մոլորակայիններից են իբր խոսելու, եւ հենց երազումս ինձ հիշեցվում է, դու հիշում ես քո նախորդ տեսիլքները, երբ դրոների ու այլ մոլորակայինների մասին էիր պատմում, խոսում, տես որ եկավ ժամանակը դրա ու երբ այդ իմացությունը ինձ տրվում է, այդ ժամանակ ես վախ եմ զգում, հենց այդ պահին նոր ես վախ եմ զգում ու ձեռքերով ուզում եմ իմ հարազատներին քաշեմ դեպի ներս ու գոռում եմ ասում սրանք մեզ կվնասեն, այս բոլորը սարքել են, որ մեզ վնասեն ու այս բառերով եմ ասում, այս սարքած այս ամեն ինչը, իրանք ուզում են մեզ վախացնեն, ներս եկեք, ու ես քաշում եմ նրանց շորերից, բայց չեմ հասցնում, դրոնները սկսում են վերևից հարվածել, խփում են մարդկանց, ու երբ որ դրոնները սկսում են խփել, ես այդ պահին էլ այդ ակնթարթի մեջ նորից իմացություն է ինձ տրվում, որ
Հիշում ես, որ քեզ ասվել էր, որ այդ դրոնները մարդկանց պետք է վախեցնեն, որպեսզի հետո մարդկանց վախի մեջ պահեն ու օգտագործեն այդ ամեն ինչը։ Ես ձայնով չէր ասվում, բայց ինձ հիշեցվում էր այդ ամենը երազումս, ու ես այդ ապրումները իրականի նման էր, եւ ես դա զգալով, հասկանալով նորից իմ հարազատներին ասում էի ներս եկեք, ու քաշում էի նրանց շորերից եւ չեմ հասցնում, ու այդ պահին դրոնները սկսում են թափվել երկնքից։ Երբ որ իրենք սկսում են թափվել երկնքի վրա, դրանք ոչ թե ընկնում էին, այլ ամբողջ ուժով գալիս էին մարդկանց վրա։ Ու ես հասկանում էի, որ դա հատուկ է արվում եւ կառավարվում են այդ դրոնները, ու ոչ թե իրենք ընկնում են, այլ խփում են մարդկանց ու շատ մեծ արագությամբ, ու երբ մոտեցավ, դրանցից մեկը խփեց իմ հարազատին եւ նա անկավ, ես այդ պահին միանգամից մտածում եմ, երազես մեջ ասում եմ, ահա ինքը անհավատ էր, դրա համար այդպես եղավ։ Ու երկրորդ դրոնն է գալիս մյուս հարազատի վրա, որը նույնպես անհավատ է, ու ես էլի մտածում եմ անհավատ են, դրա համար իրանց էսպես ա լինում, որովհետև ես ինձ այնքան պաշտպանված էի զգում ու հանգիստ էի, ու ես նրանց արդեն ընկած տեղից քաշում եմ դեպի ներս, որպեսզի դռները փակեմ եւ խոսում եմ այդպես ջղայն ասելով, որ տեսակ ինչ արեցին, ես այդքան ասում էի, դուք ինձ չէիք հավատում, ու այդ դրոնները, որ վերևից թափվում էին, մեծ հարվածներով գալիս էին մարդկանց վրա, ես մոտիկից տեսնում էի, որ նրանց եզրերը սուր էին մետաղից ու հատուկ էր արված, որ վնասեին մարդկանց, բայց այստեղ ես չեմ ուզում, ոչ թե ուզում շեշտել, որ այդ դրոնները նման տեսք են ունենալու վնասող, սուր, չէ, դրա մասին չի խոսք, ուղղակի իմաստը այն էր, որ նրանք այո ստեղծված են հենց մարդկանց վնասելու եւ վախեցնելու համար։ Ես իմ հարազատներին մի կերպ ամուսնուս հետ քաշում եմ ներս ու մտածում ենք, որ ախր այ անհավատներ, որ դուք էլ Հիսուսով լինեք, դուք չեք էլ վախենա, դուք ձեզ պաշտպանված կզգաք, ու ես դուռը չեմ ծածկում պատշգամբի, հիշում եմ, ես չեմ հասցնում, ես նրանց ուղղակի քաշում էի դեպի ներս ու դրոնները գնալով շատանում էին, թափվում էին երկրի վրա եւ էլ ոչինչ չեմ տեսնում, ուղղակի զգացողություն, իմացություն է մնում իմ մեջ, որ դա արդեն երբ մոտենան մութ օրերը այդ ժամանակի մասին էր ու հենց այդ դուռ լուսամուտ, որ ես ասում եմ եկեք ներս փակենք, էլի նույնպես խորհրդանշում էր մութ օրերը ու ուզում եմ հիշեցնել իմ մյուս տեսիլքները, ոչ թե երազները, այլ տեսիլքները, որտեղ ինձ Սուրբ Հոգին ասում էր, երբ լինի կարմիր լուսինը, երբ գաս 3 մութ օրերը, դրանից առաջ արդեն աշխարհում այնքան շատ կլինեն խոսակցություններ այլ մոլորակայինների մասին, եւ դա արվում է հատուկ, որպեսզի մարդկանց պահեն վախի մեջ, ինչպես նաեւ հետո հափշտակությունը փոխեն սուտ ձևով մարդկանց ներկայացնեն, ասեն, որ տեղի ունեցել այլ մոլորակայինների հարձակում երկրի վրա եւ նրանք են գողացել մարդկանց։ Այսքանը ուզում եմ ասել, որ բոլորս, ովքեր որ Հիսուսով են, ինչպես երազում ես վախ չէի զգում, միայն այն պահին արդեն վախը զգացի, որ նրանք սկսեցին ընկնել մարդկանց վրա ու ես տեսնում եմ, որ նրանք վնասելու են մարդկանց, ես այդ ժամանակ վախը զգացի, բայց հոգեպես ես ինձ շատ հանգիստ էի զգում, որովհետև ես գիտեի ինչ է կատարվում։ Այդպես էլ բոլոր այս վերջին օրերին, մութ օրերից առաջ ինչ էր որ տեղի ունենա երկրի վրա, Հիսուսի զավակները չեն զգա այն վախը, որը որ զգում են ոչ նրանք, ովքեր որ Աստծով չեն ապրում, ովքեր որ իրենց չեն հանձնել Տիրոջ ձեռքերին, չեն վստահում Տիրոջը, չեն ընդունում Տիրոջը, այսինքն նրանք ովքեր Աստծով չեն, նրանք շատ մեծ վախերի միջով կանցնեն, բայց նա ով Հիսուսինն է, նա ով գիտակցում է, որ ժամանակներում է ապրում, ով որ իրեն հանձնել է Տիրոջը, նա այդ վախերը նույն չափով չի զգա, որովհետև կգիտակցի, թե ինչ է կատարվում աշխարհում եւ յուրաքանչյուր վատ բանը, որ կատարվում է աշխարհում, այս վերջին օրերի նշանները, որ իրականանում են Աստվածաշնչում գրված նշանները վերջին օրերի, ճիշտ է, շատ ցավոտ են, տխուր են, բայց միևնույնն է ես գիտեմ, որ շատ քրիստոնյաներ ուրախանում են ասելով, որ եւս մի նշանը կատարվեց, եւս մի մարգարեությունը կատարվեց Աստվածաշնչի, այսինքն մենք ավելի մոտեցանք Հիսուս Քրիստոսի հափշտակությանը եկեղեցու։